Կարդում եմ բոլորի սուրբ ծնունդը, այն պարգև է, որ Աստված ուղարկեց ձրիաբար մեզի, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ գրեթե բոլոր աշխարհը տոնում են այս տոնը, բայց միայն լսելով են լսել նրա մասին, բայց Աստծո Սուրբ Հոգին ուղարկվեց մեր մեջ, դրա համար մենք պիտի գոհանանք ու փառավորենք նրա անունը, օրհնյալ է Տիրոջ անունը, փառք Աստծո, եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ մի փոքր խոսել Աստծո խոստման համար, որ Աստված խոստացավ, իսկ ինչ է խոստացել Աստված, իսկ կա մի բան, երբ որ Աստված խոստացել է և չի կատարել, նման բան չկա, Աստված մարդ չէ, որ ասի և չկատարի, Աստված Աստված է, հավիտենական Աստված է, որ ինչ որ ասեց, նա էլ պիտի կատարվի, այդպես եղավ հին ուխտի մեջ, Աստված խոստացավ, որ Իսրայել ժողովրդին պիտի հաներ Եգիպտոսի գերությունից և կատարեց նա, թեև ժողովուրդը տրտնջացին, թեև շատերը ընկան, թուլացան, բայց Աստծո խոստումը կար, մինչև այն օրը, երբ որ արդեն Իսրայել ժողովուրդը հասել էր Կարմիր ծովի մոտ դեմը ծովն էր, իսկ ետևը Փարավոնի զորքն էր, բայց Աստծո խոստումը կար, որ ձեզ պիտի հանեմ, Քանանի երկիր տանեմ, իսկ նրանք, ովքեր հավատացին և ընդունեցին, այդ խոստումը կատարվեց, այսօր մեզ համար էլ, այս օրերի մեջ եղբայրներ, քույրեր, Տերն ասեց, ես գնում եմ և կուղարկեմ Սուրբ Հոգին, որ ձեզ կառաջնորդե, կսովորեցնե, և այսօր այդ պարգևը մենք ընդունել ենք փառք Տիրոջը։ Ես ուզում եմ կարդալ եղբայրներ քույրեր Գործ Առաքելոց առաջի գլուխ 4-5 համարները։ Գործ Առաքելոց առաջի գլուխ 4-5 համարները։ Եվ նրանց միասին ժողոված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք, որովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվիք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Տեր Հիսուսը խոստացավ և գնաց երկինք։ Եվ երբ որ նրանք հավաքված էին այն տոնի օրը, և Աստծո խոստումը կատարվեց, որ կարդում են Գործ Առաքելոց 2:1 համարը, և երբ որ Պենտեկոստի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, և հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ, փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը, ուր նստած էին, և երևեցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և նստեց նրանց ամեն մեկի վրա, և ամենքը Սուրբ Հոգով լցվեցան, և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր, թե ինչի համար Աստված ուղարկեց Սուրբ Հոգին, մենք դա լավ գիտենք, այսօր կան եկեղեցիներ, որոնք որ ընդունել են ճշմարտությունը, քայլում են ավետարանով, բայց Սուրբ Հոգու պարգևը չեն ընդունում, որովհետև չեն հավատում, իսկ նրանց, ովքեր հավատացին, այս խոստումը տրվեցավ Աստվածանից, փառք Աստծո։ Ես հիշում եմ մի վկայություն, մի անձնավորություն, երբ որ սկսում է նոր ուխտը կարդալ, նա հավատքի մարդ չէ, ոչ մի տեղ չի գնում, ուղղակի տունը Սուրբ Գիրքը կարդում, հասնում է Գործ Առաքելոց այս տեղերը և ընտանիքին կանչում է, ասում է, եթե սա Աստծո խոսք է, ինչու՞ չէ, որ պիտի կատարվի մեր հետ էլ։ Ես չգիտեմ, ես ինչ է, ինչ Սուրբ Հոգի է, ինչ լեզուներ է, բայց հիմա պիտի մենք աղոթենք և խնդրենք։ Եթե սա Տիրոջից է, մենք պիտի առնենք։ Եվ երբ որ ասма սկսեցին աղոթել, Աստծո Հոգին իջավ ամբողջ տունը և նրանք մկրտվեցին Սուրբ Հոգիով։ Մարդիկ, որոնք որ չեն լսել նրա մասին, մարդիկ, որ չեն ճանաչել, ոչ մեկը չի քարոզել, ուղղակի կարդացել են և հավատացել են, որ ինչ որ Աստված խոստացավ, նա պիտի կատարե։
Այսօր ինչքան մենք այսօր եղբայրներ քույրեր այդ խոստման որդիներն ենք, փառք Տիրոջը։ Տերը թող օրհնի մեզ եւ Եփեսացիների մեջ առաջի գլուխ 13-14 համարը, որ նրանում եւ դուք հուսացաք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք ձեր փրկության ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք, խոստմունքի Սուրբ Հոգովը կնքվեցաք, որ մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը, նրա փառածը գովասանքի համար։ Օրհնյալ լինի Տերը, եղբայրներ քույրեր։ Ժառանգության գրավականն է Սուրբ Հոգին։ Այսօր ես եւ դու օտար չենք։ Ժառանգության որդիներն ենք։ Այն կտակը, երբ որ Տեր Հիսուսը ուղարկեց եւ առաքյալների միջոցով գրվեցին, այսօր կատարվեց մեր մեջ։ Եվ այդ ժառանգության գրավականն ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ եղբայրներ քույրեր, թող մեկը չասի, որ ինձ համար չի սա։ Միգուցե տարիներ է գալիս ես, բայց դեռ Սուրբ Հոգով չես մկրտվել։ Աղոթում ես, խնդրում ես, միգուցե արդեն դադարել ես աղոթելուց, բայց Աստծո խոստումը կա։ Ոմանց համար առաջին օրով, ոմանց համար մի քանի օրից հետո, ոմանց համար տարիներ հետո։ Ես հիշում եմ Էջմիածնում եղբայրներով հավաքում էինք, առավոտները աղոթքաժողով էինք անում մի ժամ, եւ մի հատ եղբայր ունեինք, անուն Աշոտ էր, եւ ասեց, ես միջև այսօր Սուրբ Հոգով չմկրտվեմ, ստեից չեմ եթալու։ Անենց հավատքով ասեց, որ մենք էլ հավատացինք։ Ասինք քո հավատքով քեզ լինի։ Ու երբ որ վերջում աղոթեցինք, Սուրբ Հոգով մկրտվեցավ։ Տարիներ գալիս էր, բայց չէր մկրտվել։ Թեև Աստծո խոսք էր խոսում, քարոզում էր, բայց ինքը զգում էր, որ մի պակասություն կա։ Սուրբ Հոգու պակասություն կա։ Այո, եղբայրներ քույրեր, սա կարիք է մեզ համար։ Եթե այսօր դու չունես Սուրբ Հոգին, խնդրի Տիրոջը։ Ով որ խնդրի, ասма ով որ իր հորիցը հաց ուզի, միթե հայրը հաց չի տա։ Եթե Աստծո Սուրբ Հոգի ուզես, միթե Աստված չի տա, նա առատաձեռն է, եղբայրներ քույրեր։ Ես կխնդրեմ ձեռքեր բարձրացնել նրանք, ովքեր Սուրբ Հոգով մկրտված են։ Մեծամասնությունը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, այս խոստումն էր։ Շատերն ասում են, դա կատարվեց միայն առաքյալների օրոք։ Իսկ հիմա որ դուք մկրտվում եք, լեզուներ եք խոսում, դա Աստծուց չի, դա չարից է։ Ետից գնա սատանա։ Այսօր այս բոլոր վկաներն են, այս բոլորը ժառանգության գրավականն են, որ Աստված թողեց մեր մեջ։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Ես շատ չեմ խոսիլ, կուզեմ, որ աղոթենք, երբ հա Վարամ աղբեր, աղոթենք եւ խնդրենք Տեր։ Եթե ես այսօր չունեմ, ուզում եմ, որ Սուրբ Հոգով մկրտվեմ, ուզում եմ այդ համը ճաշակել, սա ինչ բան է։ Նրանք, ովքեր ճաշակել են, նրանք այդ քաղցրությունը գիտեն, Սուրբ Հոգու։ Ես հիշում եմ, երբ որ Սուրբ Հոգին իջել էր ինձ վրա, դա 92 թիվն էր։ Իջել էր ինձ վրա, զորություն էր, մեծ զորություն է իհարկե, այդ ժամանակ շատերն էին մկրտվում, 10-ով, 20 հոգով տես շատերը մկրտվում էին, բայց լեզուներով չէի խոսում։ Մի օր Զոքանջիստունը մեր մացակ աղբեր ունենք, մացակ պապը, Ահարոնի պապան էր։ Այցելության էր եկե, երբ որ ծանոթացեցին ինձի, ասեցին Փեսանա, ասեց Սուրբ Հոգով մկրտվել ես։ Ասի չգիտեմ, ոնց թե չգիտես։ Ասեց եթե Սուրբ Հոգին գալիս է, բացահայտ պիտի իմանաս։ Ասում եմ զորություն հագել եմ, բայց լեզուներով չգիտեմ։ Ասեց հիմա կստուգենք։ Եվ երբ որ սկսեցինք աղոթելը, ինքը Սուրբ Հոգով սկսեց աղոթելը,
Եվ ինչքան ձայնը բարձրացնում ես Սուրբ Հոգով կարծես իմ հոգին հնազանդում էր այդ հոգուն։ Եվ սկսեցի ես էլ խոսալը, ոչ թե սովորացածի պես, այլ հոգուս մեջից բխում էր դա։ Եվ ասես, բա ասում ես մկրտված չեմ։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգում մկրտության արտահայտությունը նաև որ մարդը լցվում է սիրով։ Ես հիշում եմ մի եղբայր, երբ որ թեկուզ նորահաքի էր եկել էր եւ Սուրբ Հոգով մկրտվել էր, այնքան սեր էր լցվել մեջը, երբ որ շնորհավորում էինք իրեն, ինքն էլ չէր հարցնում, եղբայրա թե քույրա ուզում էր փաթաթվեր, համբյուրեր քույրեր ասում են, չէ, մեզ չի կարելի։ Ինքը սիրո մեջ էր, ինքը ոչ մի բան չէր զգում։ Տերը թող օրհնի եղբայրներ քույրեր, որ այդ Աստծո Սուրբ Հոգու սերը վայելեն ամեն մի անձ։ Աղոթենք։